Ուրեմն այսօր ուզում եմ սիրո մասին խոսել, մասնավորապես իրան սիրելու մասին։ Կարծում եմ աշխարհում ամենակարևոր բանն է Աստծո հետ կապն է ապահովում։ Սերը այնքան զգացմունք չի, ինչքան ներքին վիճակ, լցվածություն, էներգիա, որով լցված լինելով մարդուն վատ բան չի պատահի։ Հոգուպուրծություններն էլ հեշտ կանցնի։ Մաքուր սիրով լցված լինելով էներգապես պաշտպանված ենք, Աստծուն մոտ ենք, նրա հետ կապի մեջ ենք, ասես Աստծո ձեռքերում ենք, Աստծո էներգիան մեր միջով ազատ հոսում է։ Խոսք կա, աղբյուրին ենք միացած։ Այդ սիրո միջոցով, հատկապես մեզ սիրելու միջոցով։ Ու այդ էներգիայով լցված լինելու հիմքը իրան ճիշտ ձևով սիրելն է։ Ճիշտ ձևով, այսինքն ոչ էգոիստաբար։ Խոսեմ ոնց եմ ես հասկացել իրեն ճիշտ ձևով սիրելը, ոնց եմ ես պատկերացնում այդ ճիշտ ձևը։ Խոսեմ նաև իր հանդեպ սիրո եւ էգոիզմի տարբերության մասին, էլի ինչպես ես եմ հասկանում դա։ Պես իմ մոտեցումն է, իմ ճիշտը, ոնց ես եմ ինձ վրա կիրառում։ Ու այդպես քանի տարի գոհ եմ ամեն ինչից, ինձնից, հոգեվիճակիցս, մարդկանցից, կյանքից, աշխարհից, գոհ եմ ու բավարարված։ Ինձնով բավարարված եմ։ Ամեն օր հոգում ուրախ ու երջանիկ եմ զգում, իրոք։ Քանի որ սիրելով եմ ապրում, առաջինը ինձ սիրելով, հետո մամայիս, որի հետ ապրում եմ, ու բոլորին։ Աշխարհում չկա նենց մարդ, ում հանդեպ որևէ բացասական բան մտածեմ կամ զգամ։ Ցանկացած բացասական միտք, հույս, խոսք, քայքայիչ է։ Եթե մտածեմ ու զգամ, ինձ ա վնասելու։ Բացասական մտքերն ու հույզերը իմ մարմինն են ներսից քայքայելու։ Այդ մտքերն ու հույզերը ես եմ կրելու իմ մարմնում։ Ես դա այլևս թույլ չեմ տա։ Մի անգամ 8 տարի առաջ, ուղիղ 8 տարի առաջ էր, քանի սենց բաներ չգիտեի, մարմնիս կեսը քանդեցի, ավիրեցի, հերիքա։ 50-րդ զումում այդ մասին պատմում եմ։ Բայց դրա հետևանքով էլ եկավ արթնացում եւ կյանքիս լիքը բան գիտակցեցի։ Սովորեցի նաեւ ինձ սիրել։ Իսկ սիրած մարդուն չեն տանջում ու քայքայում։ Հոգեպես, մտքերով, հույզերով, զգացմունքներով։ Իրան սիրողը հանուն իրան դրանց տերն է դառնում։ Ես, որ հանուն ինձ դարձա, ամեն ինչ կարելի է սովորել, ու այդ իրան չքայքայելը, հոգեպես չտանջելը համարում եմ իրեն սիրելու գլխավոր պայմանը։ Որ մարդ իր ներաշխարը քայքայիչ ու թունավոր հույզերով ու մտքերով տանջում է, ուրեմն իրան չի սիրում։ Սիրած մարդուն չեն տանջի։ Հոսածից մազոխիստ չենք։ Ախր մարդ ինքն է իրան մտքերով ու հույզերով հոգեպես տանջում։ Ոչ թե դրսից են մեզ ներվայնացնում, ջղայնացնում, վիրավորում, այլ ինքներս ենք ներվայնանում, ջղայնանում, վիրավորվում ու նման հույզեր կրում։ Մեր ներաշխարհի հոգու հանդեպ անտարբեր լինելով։ Իրեն սիրող մարդը կսովորի իր մտքերն ու հույզերը վերահսկել ու նենց կառավարել, որ քայքայիչ հույզը նրա մեջ մի քանի վայրկյանից ավել չմնա, շուտ խաղաղվի։ Իմը այդպես է, մի քանի վայրկյանից ավել չի մնում։ Նա այդ վիրավորվածության, նախանձի, խանդի նման քայքայիչ հույզեր ներսում չի պահի։ Ինքը նախ իր
ներքին վիճակի մասին է մտածում ու հոգ տանում։ Իրեն սիրողը իրան ներսից չի ուտի։ Թե չէ մարդիկ զայրանում են, օրինակ այլոց կամ կենդանիների հանդեպ դաժան վարվողների վրա, բայց դաժանություն են անում հենց իրենց հանդեպ, ստիպելով իրենց հոգուն տառապել։ Ու բոլորը տենց իրանց պատժում են, տառապեցնում են, եթե ոչ ուրիշներին, ապա իրենց։ Ու դա ավելի վատ է։ Հետո էլ ասում են, ախ, ինչի համար ես, ինչի համար ես եկավ գլխիս, չէ որ բարի եմ, մարդ իրան խաբում է, բարի չի։ Հենց իր աշխարհի ամենակարևոր մարդու հանդեպ բարի չի սիրում, անգամ ատում է։ Ինչքան ուզում է, իրան թվա, թե ուրիշների հանդեպ բարի է, բայց եթե իր հանդեպ բարի չի, ուրեմն բարի չի։ Մարդ ինքն է իրան պատժում, իր տառապանքների միակ պատասխանատուն ինքն է։ Իրեն սիրելը նախ իր ներաշխարհի հանդեպ անտարբեր չլինելն է, հոգին չտանջելն է, հոգին սիրելը, հոգում կոմֆորտ վիճակ ապահովելը, իրեն սիրելը, իրեն բոլոր կողմերից ընդունելն է, իր հետ բարի խոսելն է, իրեն հայելու մեջ ժպտալն է, իր ծնունդը, իր կյանքը սիրելը, իր հետ, հոգու հետ հաշտ լինելն է, ներսում իր հետ կռիվ չանելը, և այստեղ մտքերն ու հույզերը կառավարել է պետք։ Այս ամենակարևոր հմտությունն, ամենապետքական։ Ու սա իմ կարծիքով իր հանդեպ սիրո ամենակարևոր ու իսկական դրսևորումն է։ Հանուն ինձ ես դա հեշտ սովորեցի, զուտ գիտակցելով։ Եվ հիմա մտքերս ու հույզերս լրիվին վերահսկողության տակ են։ Ես եմ դրանց տերը։ Եվ հոգիս քայքայիչ բաներով չեմ տանջում։ Հոգիս հանգիստ է, քանի տարի է։ Ինձ ցածր վիբրացիաների վրա չեմ իջեցնում, որովհետև սիրում եմ ինձ։ Ես արժանի չեմ տառապելու ցածր բաների։ Դրա համար չեմ այս աշխարհ եկել։ Եկել եմ սիրելու, շուրջս լույս տարածելու, երջանիկ լինելու, ամեն օրվանից հաճույք ստանալու համար։ Ոչ թե աղմաղ բաներ մտածելու ու դրանով ինձ տանջելու։ Լիարժեք, երջանիկ, գոհ ու բավարարված լինելը չեմ պատկերացնում առանց քեզ սիրելու։ Ինչու մարդիկ չգիտեն իրանց սիրել։ Ու առհասարակ չեն կարողանում սիրել։ Դա էլ է մանկուց գալիս։ Թե չէ երեխան սիրով է ծնվում։ Բայց երբ նրան փնովում են, նա դադարում է իրան սիրել։ Փնովողին էլ այդ պահին չի սիրում։ Եվ քանի որ իրեն սիրելը ընդհանրապես սիրել կարողանալու հիմքն է, մարդու մեջ փոքրուց այդ կանալը փակվում է, այդ սիրո կանալը։ Ու տենց բոլորի սիրտը փակ մեծանում են, ու ոչ ոք իսկական ձևով սիրել չգիտի։ Ամենակարևոր պատվիրաններից է, սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ։ Սա շատ խոր իմաստ խոսք է։ Մեր կյանքի որակի, առողջության, հաջողության, որակյալ հարաբերությունների հիմնասյունն է։ Կյանքի որակի համար պարտադիր է։ Ինչպես Մարիամն է հումորով ասել, այսօր չկա, հա, ոնց որ թե քեզ կարող ես չհավանել, բայց սիրել պարտավոր ես, կարծեմ այսպես էր ասել։ Մարդու բոլոր խնդիրները իրեն չսիրելուց են։ Իր հետ յոլա չգնալուց, հաշտ ու համերաշխ, ներդաշնակ չլինելուց, անընդհատ իր վրա ջղայնանալուց, իրան փնովելուց, քննադատելուց։ Այս առանցքն է, որի շուրջ հյուսվում են կյանքի բոլոր բնագավառները, առողջությունից մինչև ֆինանսներ եւ նյութականը։ Իրեն ճիշտ սիրող մարդու կյանքի բոլոր բնագավառներում ամեն ինչ լավ է։
Փողը հեշտ է գալիս, բախտը միշտ բերում է, հաջողակա, տարբեր մարդկանց հետ հարաբերություններն են լավ, ոչ ոք գիտեմ ոչինչ չունի, որովհետև իր դեմ չունի։ Ես ինչ իմացա այս երևույթի մասին, իրեն սիրել, Լյուբով к себе, ու սկսեցի հասկանալ, թե դա ոնց է ամեն ինչի վրա ազդում, այն իմ սիրած թեմաներից, եթե ոչ ամենասիրածը դարձավ։ Ու քիչ-քիչ հասկացա, թե ոնց է, թե այդ ոնց է դրսևորվում։ Սիրել ուրիշներին առանց քեզ սիրելու հնարավոր չի։ Այդ նենց սեր չի լինի, որը ուրիշները կզգան։ Դա էներգիա է, խելքով հասկանալով չի։ Այդ էներգետիկ թելով է այդ կապը ստեղծվում Աստծո հետ։ Ինչքան էլ ինքներս մեզ ու ուրիշներին խաբենք, թե իբր սիրում ենք, սիրել գիտենք, էներգիաներին չենք խաբի։ Եթե ձեզ թվում է, որ ուրիշին սիրում եք, բայց ձեզ չեք սիրում, փնովում, քննադատում, խարազանում եք, չեք ներում, ուրիշի հանդեպ էլ դա իսկական սեր չի, ուրիշի հանդեպ էլ տենց կլինեք, են երջանկացնող, ամուքիչ, բերկրանք պարգևող, թևեր տվող, հրաշքներ գործող, են որ մոտդ ամեն ինչ ստացվում է, հարթ գնում է, մարդիկ քեզ սիրում են, այդ աստվածային սերը չէ, են որ նիրվանա վիճակում ես հայտնվում, ու դա մեջդ չի անցնում, իմ մեջ քանի տարի է չի անցնում, որովհետև ես եմ տենց գիտակցապես պահում, մեջս սիրո աղբյուրը չեմ փակում ու բրախում, այդ սիրո էներգիայի աղբյուրին, Աստծուն, միշտ աշխատում եմ միացած լինել։ Իր հանդեպ սերը, իսկական սերը, երջանկության, առողջության, ներդաշնակության առաջին բաղադրիչն է։ Իր հետ ներդաշնակ լինելը իրան սիրել է։ Սերը ընդունման վիճակ է։ Սիրելը նախ ընդունելն է, քեզ և ուրիշներին բոլոր կողմերով։ Մաքուր սերը անպայմանական սերն է բոլորի հանդեպ։ Ինքներս մեր հանդեպ, որ ինչպիսին էլ լինենք, ինչ էլ անենք, ինչ սխալներ էլ թույլ տանք, պայման չդնենք, ինչ թերություններ ու արատներ էլ ունենանք, ինչ մարմին էլ ունենանք, մեկը մեզ սիրում ենք։ Պայման չենք դնում, որ իբր սենց եմ, սենց բան եմ արել, ուրեմն արժանի չեմ սիրո, այ որ սենց լինեի, որ այս հաջողությանը հասնեի, սա ունենայի կամ կարողանայի, կամ արտակինս սենց լիներ, կսիրեի ինձ, չէ, ընդունում ենք ոնց կանք, եղած մարմնով, և սիրում ենք նաև այն պահերին, երբ մեր կյանքում ինչ-որ բան նենց չէ, լավ չենք վարվել կամ դրսևորվել, սիրում ենք մեզ և ինչ-որ բաների հասած և ընկած, և այդ ընկած պահերին ավելի շատ է պետք մեզ սիրել, իրեն սիրել, ու երբ ձեզ հետ մենակ եք, ձեզ հետ պետք է կայֆ լինի, ոչ թե նեղվեք ինքներդ ձեզնից ու ուզեք փախչել, ցանկացած ձևով ես Աստծո սիրած զավակն եմ, Աստված ինձ իմ միջոցով է սիրում, ես էլ Աստծուն եմ իմ միջոցով սիրում, ամեն օր, ամեն պահի, ինչ էլ անեմ, նա իմ մեջ է սիրո տեսքով, Աստված, նաև շատ կարևոր է երկու ծնողին ընդունելը, ոնց կանտ կամ եղել են, նույնիսկ եթե լքել են, ծնողներին չընդունել, փաստորեն իր ծնունդը չընդունել է, և ձեզ ու ծնողներին ամեն ձևով առանց պայմանների ընդունելով ու սիրելով, բոլորին էլ կկարողանաք ընդունել ու սիրել,
ձեզ ու ծնողներին որ հասկանաք, բոլորին էլ կհասկանաք։ Իրեն սիրող մարդը սիրում եւ գնահատում է ծնողներին, քանի որ իր ծնունդն է սիրում ու գնահատում։ Եթե ծնողը, նույնն էլ ամուսինը, ագրեսիվ է, ծեծում է, խմում է, կամ լքվում է, չի սիրում, այսպես ասած դավաճանում է, ու այլ բաներ է անում, որոնց համար դատում, քննադատում ենք, նեղանում ենք, ներել չենք ուզում, այդ մարդկանց հոգու ճիշտն է։ Այդ մարդիկ հոգու ցավ են զգում ու կարծում են դիմացինից է։ Այդ արարքներով լուր գոռում են, ձեզնից սեր ու հասկացված լինել եմ ուզում։ Սիրո բացակայությունից են ագրեսիվանում ու դատապարտելի բաներ անում։ Չգիտեն, որ սեր իրենց մեջ է գտնվում։ Ուրիշներից են ուզում, ծնողներից, զուգընկերներից, երեխաներից։ Ուզում են, որ նրանք իրենց հասկանան ու սեր տան, բայց անհնար է ստանալ ուրիշներից, որոնց սերը իրենց մեջ նույնպես բացված չի։ Այդ սիրո կանալը սիրտը փակ է։ Դուք իրանց տվեք։ Սիրո էներգիայի աղբյուրը դուք ձեր մեջ բացեք ու ծնողներին, ամուսիններին տվեք։ Ախր ամբողջ կյանքում դա են 4 կողմերից սпасել։ Դուք մեծահոգի գտնվեք, մի սпасեք ուրիշներից։ Բոլորը մանկուց էդ են ուզում ու սիրով լցվելուց եւ ուրիշներին տալուց, նեն սիրելուց, որ նրանք դա զգան, դուք եք շահելու։ Կյանքի բումերանգի էֆեկտով ձեզ է ուրիշներից վերադառնալու, չի կարող չվերադառնալ։ Կյանքի միշտ գործող օրենք է։ Ինչ հույզերի մակարդակում տալիս ենք, դա էլ ստանում ենք։ Կկարողանաք սիրել, եթե ոչ մեկից ոչինչ չսպասեք։ Իսկ կյանքից միայն լավը սպասեք կյանքի բոլոր բնագավառներում։ Ձեզ լավին արժանի համարեք։ Մաքուր սիրո մեջ մտնում է սիրել ամեն ինչ, ինչ անում ենք, ինչի հետ առնչվում ենք, ցանկացած գործ, որով զբաղվում ենք, կամ չանենք։ Սիրել ցանկացած եղանակ, ցանկացած իր, որ մեր շուրջ է, չէ, ուրեմն վերացնել այդ իրը, փոխենք, նորացնենք, մեր սրտովը ձեռք բերենք, բայց նենց չլինի, յախ զզվում եմ այս հին սառնարանից կամ համակարգչից, չէ, սիրենք բոլոր պայմանները, որոնցում գտնվում ենք, տունը, քաղաքը, գյուղը, երկիրը, այս աշխարհը, Աստծո աշխարհը, իրականում հրաշալի աշխարհ է, այս կյանքը սիրել, հրաշալի կյանք է, մենք էլ ենք հրաշալի ստեղծագործություն, ընդունել է պետք, գիտակցել է պետք, թե ինչ հրաշք ենք, ինչ հրաշք է մեր կյանքը ծնված օրվանից, Աստծուն սիրելը հենց այդ իրեն, բոլորին, ամեն ինչ, Աստծո ստեղծած աշխարհը սիրելն է։ Ձեր փորձությունները, որ ձեր հոգին է ընտրել այս կյանքի համար, թե չէ ոնց են Աստծուն սիրում, ո՞րն է Աստծուն սիրելը։ Չպետք է լինի սպասում, որ դրսից մեկից սեր ստանանք։ Կստանաք, արխային, եթե դուք ձեզ սիրեք։ Աշխարհը արտացոլում է մեզ, մեր վերաբերմունքը մեր հանդեպ, մեր խոր մտքերը մեր մասին, որոնք հաճախ ինքներս մեզ չենք ուզում խոստովանել։ Ձեզ չեն սիրի, չեն ընդունի, եթե դուք չսիրեք եւ չընդունեք։ Ինչու պետք է ուրիշը ձեզ սիրի,
Եթե դուք ինքներդ ձեզ չեք սիրում, անդրամաբանական է, իսկ իրան ճիշտ ձևով սիրող մարդուն ուրիշներն էլ կսիրեն, քանի որ իրան ոչ էգոիստաբար սիրողը ուրիշներին էլ է իսկական ձևով սիրում, չսպասել, ոչ ոքից ոչինչ չսպասել, նաև սեփական ծնողներից ու երեխաներից, եթե ուզում ենք բավարարված լինել, մենք պետք է տանք այն ամենը, որը մանկուց չենք ստացել ծնողներից, ու չմեղադրենք, որտեղից տային, որ իրանք էլ չունեին, իրանք էլ մանկուց չէին ստացել իրանց ծնողներից, մեր ծնողները գուցե մերինից շատ ավելի տխուր մանկություն են ունեցել, շատերը, իրենք էլ սեր չեն տեսել, մեջները չունեն, լցված չեն սիրով, դրսից ստանալու նույն սպասումով են միշտ եղել, մինչև հիմա էլ սպասումով են, այս գիտելիքները, որ հիմա մեզ համար բացվում են, իրան ժամանակ չկային, չեն եղել, հիմա էլ շատերով դեռ ողջա չգիտեն, որտեղից մեզ տային, չմեղադրենք իրենց, ուներենք, թե չէ ուզում եք մեկից մի բան, որն ինքը չունի, որտեղից տա, մարդիկ էլ նեղանում են, որ չունեցածը այն, ինչը ծնողների մեջ էլ է դեֆիցիտ, չեն տալիս, իսկ նեղանալն ու չներելը օնկոլոգիա է, առաջինը ծնողներին և իրեն չներելը, ներեք, ամեն ինչի համար, դա պարտադիր է, լիարժեք երջանիկ դառնալու ու չհիվանդանալու համար, իսկական սիրուն հասնելու համար պարտադիր պայման է սիրել ամեն ինչի համար ներել ու ամեն ձևով ընդունել իրան և ծնողներին, միայն այդ դեպքում է հնարավոր այդ համատարած, համապարփակ, այդ աստվածային վիճակ սիրուն ու կյանքի ուզած որակին հասնելը, գալը, սիրել ուրիշներին ոչ թե, որ ձեզ համար լավն են, այլ ոնց կան, ձեզ սիրեն թե չսիրեն, մենք դրանից կախված չլինենք, ընդունենք, որ տենց են, ու իրանց անկեղծ մենակ բարին կամենանք, լավ շփվենք, լավ վերաբերվենք, ամեն մարդ դա է ուզում ու սպասում, գիտակցելով թե չգիտակցված, դրանից մենք ենք շահում, մեր օգուտն է, այն իրանց դրբախտությունն է, որ իրանց մեջ անսեր վիճակ է, սեր չեն զգում, նաև մեր հանդեպ, իրենք են տուժում, որ չեն սիրում, այդ մեր էգոներն են խոցվում, ցավում, տառապում, որ մեզ չեն սիրում, իսկ մենք մեծահոգի գտնվենք և ուրիշներին տանք այն, ինչի կարիքը ունեն աշխարհում բոլորը, մեր հոգին է դրանից բերկրանքը զգալու, ու դրա համար մեզ արդեն կսիրեն, բայց մեզնից պետք է սկսվի, ամեն ինչ մեզնից է սկսվում, աշխարհը մեզնից է սկսվում, մեզնից պետք է առաջինը դուրս գա, խելքը ինչ-ինչ վիճակներ է հորինել, որոնք իսկական սիրո հետ կապ չունեն, կախվածություն, կիրք, հույզերի, հորմոնների իրարանցում, բայց սերը վիճակ է, մարմանդ, հանգիստ, խաղաղ, հանդուրժող, ընդունելու վիճակ, այն հանգամանքներից կախված չէ, տալիս ես ու սպասելիք չունես, որ քեզ է պետք է տան, ու երբ սպասելիք չունենք, մեզ էլ անակնկալ տալիս են, այսինքն մեկ էլ ստանում ենք անակնկալ, եթե չունենք սպասելիք, իսկ երբ որ ունենք սպասելիք, հիասթափվում ենք, ես եմ իմ կյանքի ամենակարևոր ու թանկ մարդը, ես ինձ ամենաշատն եմ սիրում,
ինձ վերաբերվում եմ ինչպես իմ ամենասիրած մարդուն։ Իմ երեխա նկարներին նայում եմ ու ուզում եմ այդ երեխային գրկել։ Ամենաշատը այդ երեխան եմ սիրում։ Ամենաջերմ զգացմունքները այդ երեխան պետքա մեր մեջ առաջացնի։ Ու դրանով ես ոչ թե էգոիստ եմ, այլ ընդհակառակը ազատվում եմ էգոիզմից։ Այն փոխակերպում եմ իսկական սիրո։ Եվ ինձ որպես իմ կյանքի ամենաթանկ մարդուն սիրելով, Աստծո կանոններով, Աստծուն ուրախացնելով եմ ապրում։ Ախր Աստված իմ մեջ է։ Իմ ուրախանալով ու սիրելով, ինքն իրեն իմ մեջ լավ է զգում։ Ու դա բերում է նրան, որ ես միշտ երջանիկ եմ, ինքս ինձ ու աշխարհի հետ ներդաշնակ, Աստծո եւ ինձ հետ հաշտ, հեշտ, թեթև եմ ապրում, հաջողակ եմ, բախտս միշտ բերում է, ընկնում եմ, բայց չեմ վնասվում, ամեն ինչ հարթ է ընթանում, ստացվում է, լավ է դասավորվում, ճիշտ ժամանակին է լինում։ Մամայի հետ չեմ զգում, որ դժվար է։ Խնդիրներ լինում են, բայց հեշտ լուծվում են։ Կորցրածս հեշտ գտնում եմ։ Օգնությունը միշտ գալիս է։ Հարցերի լուծումները հեշտ գտնվում են։ Փողը հեշտ է գալիս։ Իրեն սիրող մարդը ֆինանսների հետ էլ է լավ հարաբերությունների մեջ։ Փողի էներգիան էլ է իրեն սիրելու էներգիայի մաս։ Քեզ սիրելու մեջ ուրեմն մտնում է քո հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքը, քեզ հետ զգույշ ես, մեղմ, բարի, հաճելի ներքին երկխոսություն ես վարում։ Դու քո մասին այնպես ես հոգ տանում, ոնց կուզեիր, որ ուրիշները, ծնողները հոգ տանեին։ Քեզ չես փնովում, չես քննադատում, քեզնից չես դժգոհում։ Եթե ինչ-որ բաների համար չներես, քեզ ներսից ուտես, ինքնախարազանես, ուրեմն քեզ չես սիրում։ Եթե խիստ ես քեզ հետ, սխալները ծանր ես տանում, չես ներում, զզվում ես քո ինչ-ինչ կողմերից կամ արտաքինում ինչ-ինչ բաներից, ուրեմն չես սիրում։ Հաճախ ինքնախղճահարություն է լինում, մարդ իրան թերարժեք է զգում, պակասավոր, ուրիշներին նայելով ու համեմատելով իրան ցածր է զգում, ես տենց չեմ կարող, չունեմ, այդ ամենը իրան չսիրել է։ Համեմատվելն ընդհանրապես շատ վատ բան է։ Ոչ լավ կողմով, ոչ վատ, պետք չի, կամ գարդինյան է ուժեղացնում, կամ թերարժեքության զգացում է առաջացնում։ Ինքնագնահատականն է իջացնում, ինքնախղճահարություն է ծնում, ես լավը չեմ, խեղճ եմ։ Երբ քեզ իսկապես սիրում ես, ինքնարժևորումդ բարձրանում է։ Ներեք ձեզ, ամեն ինչի համար, բոլոր սխալների համար, ինչքան էլ շատ արած լինեք, իրականում սխալներ չկան, դրանք սխալներ չեն։ Երբ դրանք արել եք, գիտեիք, որ ճիշտ եք անում, գիտակցությունն այդքան էր, ուրեմն ճիշտ է եղել, այլ կերպ չէր կարող լինել, չէր կարող այլ կերպ անել։ Դրանք անելով եք հիմիկվանին հասել, աճել, զարգացել, հիմիկվանը դարձել։ Ես սիրում եմ սխալներ, դրանք կյանքի փորձ են, կյանքի անբաժանելի մաս, չի կարող լինել առանց սխալների։ Դրանցով պետքա փոխվենք։ Իսկ փոխվելը շատ լավ բան է, աջան։ Իրեն սիրող մարդը իրանից գոհ է, իր վրա վստահ է, իր թերությունների հանդեպ մեղմ է, անգամ դրանք էլ է սիրում։ Իր լավագույն ընկերն է,
Իրեն ամենահետաքրքիրը իր հետ է։ Ամեն գործում ինքն իրեն ասում է. ես քեզ ունեմ, մեզ հետ էլ Աստված է, մենք լավագույն թիմն ենք, մենք դա կանենք, մեզ կհաջողվի։ Ու տենց մարդ երբեք իրան մենակ չի զգում, մենակության վախից էլ է ազատվում։ Եվ իր վրա այնպես է վստահ, որ իրան չեն կարող ճնշել։ Իրեն սիրող եւ իր վրա վստահ մարդու կարծիքին ականջ են դնում, խոսքը հաշվի են առնում, հարգում են, որովհետև ինքն էլ է հարգում, իր կարծիքին տեղ տալիս, իր վրա վստահ է, իրեն սիրելու մեջ մտնում է նաև ինքն իրեն վստահելը, վստահեք առաջինը ձեզ, որ աշխարհին վստահեք, իրեն վստահելը Աստծուն վստահել է, կամ հակառակը, Աստծուն վստահելը մեզ վստահելն է։ Աստված մեր միջոցով է այս ֆիզիկական աշխարհում գործում։ Իրան սիրող մարդը ինքնավստահ է եւ ինքնավավ։ Իրեն ոչ ոք պետք չի, որպեսզի իր պահանջմունքները բավարարի, նաեւ էմոցիոնալ։ Ու ձեզ ոչինչի համար մի քննադատեք։ Տենց ուրիշներին քննադատելն էլ կմոռանաք։ Ձեզ որ ընդունեք ու հանգիստ նայեք, մեխանիկորեն կընդունեք ու հանգիստ կնայեք նաև նրան, որ ուրիշները նենց չեն, ոնց ձեր էգոն կուզեր։ Այդ խելքն է, սիրտը չի, հոգին չի։ Իսկ սիրելը հոգու սովորական վիճակ է։ Բոլոր մարդիկ իրավունք ունեն լինել այնպիսին, ինչպիսին ուզում են, անել այն, ինչ ուզում են։ Ամեն մարդ ունի կամքի ազատության իրավունք, ոնց և դուք, ոնց ամեն մարդ ինքն է ուզում, ոչ թե դուք, իրենց հետ կապված։ Ախր այդ եսակենտրոնությունից մենք ենք տառապում։ Ուրիշներին սիրելը թույլ տալ լինել այնպիսին ու անել այն, ինչ եւ ոնց իրենք են ուզում, ու որ դա ձեզ թույլ տակ, ուրիշներին էլ թույլ կտակ։ Դուք միայն ձեզ համար պետք է ուզեք, անգամ երեխայի համար ձեր ուզելը, որը չի բռնում նրա ուզելու հետ, բռնություն է, ագրեսիա։ Իսկ ձեր միջից դուրս եկած ագրեսիան ձեզ էլ կվերադառնա։ Քննադատելը, դատելը ագրեսիվ ու թունավոր մտքեր են ձեր մեջ։ Էդ էլ է ձեզ չսիրել։ Հա, դա էլ է մտնում իրան սիրելու մեջ։ Իրեն սիրող ու հարգող մարդը չի քննադատի ոչ իրան, ոչ ուրիշներին։ Առաջինը իրան ու ծնողներին, որոնց միջոցով այս կյանք է եկել։ Եվ բոլորին թույլ կտա լինել այնպիսին, ինչպիսին իրանք են ուզում։ Որովհետև դա նախ իրան թույլ կտա։ Օրինակ, ես չեմ լսել իմ հասցեին քննադատություն, ակնարկ, որ սխալ եմ ապրում, որ օրինակ սխալ եմ անում, որ միս չեմ ուտում։ Չեմ նկատել, որ ինձ դատող հայացքով են, ասուդաշի հայացքով նայեն։ Ընդհակառակը զգացել եմ հարգանք եւ հիացմունք, որովհետեւ ինքս ոչ ոքի չեմ քննադատում եւ ինձ վրա վստահ եմ, ինձ հարգում եմ։ Ուրիշներով էլ եմ հիանում։ Ուրիշներով էլ ես եմ հիանում։ Ու ինձնով չեմ հպարտանում, որ սենց ու նենց եմ, պարզապես ինձ համար ուրախանում եմ։ Ինչ ձեր մասին ասեք, ինչպես ձեր մասին մտածեք, այդպես էլ կյանքում կդրսևորվեք։ Ասեք ես ուշանում եմ, կուշանաք։ Ասեք ես ամեն ինչ հասցնում եմ, տենց էլ կլինի։ Ասեք բախտս չի բերում, չի բերի։ Ասեք հաջողակ եմ, բախտս միշտ բերում է, տենց էլ կլինի։ Ու տենց շարունակ ամեն ինչ։ Ձեզ փնովեք, էդ էլ կլինեք կյանքում։ Ասեք
Սեր ու լույս եմ, մարդիկ դեպի ձեզ կձգտեն։ Կարևորը դուք ձեզ հավատաք ու որ հույզերն էլ հակառակը չասեն։ Թե չէ կարող է խոսքերով ասեք, աֆիրմացիաներ անեք, բայց ինքները ձեզ չհավատաք ու ձեզ տենց չզգաք։ Կարևորը հույզերն են, զգալը։ Ձեր մասին լավ մտածեք ու զգաք այդ լավը։ Ու եթե ձեր խորքում ձեզ խարազանող ուտող մտքեր ձեր մասին չունենաք, ուրիշների բացասական ասածը, թե սենց ունենցեք, ձեզ վրա չի ազդի, չեք խոսվի։ Իրեն սիրող մարդը կկարողանա իրեն պաշտպանել, նա ուրիշների վիրավորական ասածներից չի նեղվի, որովհետև ինքն իր մասին կունենա իր դրական կարծիքը, իր մասին վատ բան չի մտածի։ Իրան սիրող մարդուն ոչ ոք չի էլ փորձի կծու թթու մռու խոսք ասել։ Հիմնականում տենց բաներ ասողները, որ մարդիկ վիրավորվում են, մոտիկներն են լինում, ծնողները, ու դա մանկուց է։ Բայց իրեն սիրելուն հասնելով, այլևս չեք լսի։ Իսկ նրանք, ովքեր իրան սիրելուց հեռու են, հաստատ հետո իրանց երեխաներին էլ կծու թթու բաներ կասեն։ Իր մասին սեփական լավ կարծիք ունենալը, լավ մտածելը, անկախ նրանից թե ով ինչ է ասում, իրան սիրելու մեջ է մտնում։ Հատկապես կնոջ մասին ասեմ, քանի որ սերը վսյորը կնոջ տարերքն է։ Իրեն սիրող կինը երջանիկ է։ Ու եթե տան կինը երջանիկ է, բոլորն էլ երջանիկ կլինեն։ Իրեն սիրող կնոջ տանն ամեն ինչ լավ կլինի, որովհետև ինքը առանց մեկից մի բան սպասելու արդեն երջանիկ է, սիրո վիբրացիաներում է և տանը սիրո էներգիայով է լցնում, մթնոլորտը սիրո է։ Իրեն սիրող կնոջ կյանքի բոլոր բնագավառները լավ են գործում, քանզի իր հանդեպ սերը առանցքն է, այն առանցքն է, որի շուրջ հյուսվում է ամեն ինչ։ Իրան սիրող կինը ինչ անում է, սիրով է անում, կամ չի անում։ Նա չի մնա այնտեղ, որտեղ լավ չի։ Իր ամուսինն էլ իր գիտակցությանը ու սիրո վիճակին համապատասխան կլինի, կամ չի լինի, բայց նա հաստատ իր հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք չի հանդուրժի։ Իրա սիրող կնոջ ցանկությունները կատարվում են ու եթե ամուսնացած այդպիսի կնոջը կվախենան կորցնել։ Իրան սիրող հարգող կինը չի պահանջի իր տղամարդուց, հետը պրետենզիաներով, մունաթով չի խոսի։ Ինքն իր տղամարդուն էլ կհարգի։ Իրան հարգելով, իր ընտրությունը կհարգի։ Ամուսնու ծնողներին կհարգի։ Այսինքն սա տղամարդուն էլ է վերաբերում։ Իրեն սիրողն առհասարակ ոչ ոքից ոչինչ չի պահանջի։ Ինքը իրեն սեր տալով ոչ ոքից ոչինչ ստանալու կարիք չունի։ Ինքն իրեն ամեն ինչ էլ կարող է տալ, բայց իրան որպես կանոն տալիս են, քանզի ըստ տիեզերական ձգողականության օրենքի ինչ տալիս ես, այսինքն հուզական մակարդակում ինչ արտացոլում ես տարածություն, դա էլ ստանում ես։ Իրեն սիրողը լցված է սիրով և բնականաբար դա է արտացոլում։ Այսինքն սեր է տալիս, դա էլ ստանում է։ Եթե մարդ գիտակցում է, թե ինքնով է և իրան լավ է վերաբերվում, իր հոգուն չի տանջում,
գիտակցումը նաև թե ուրիշներն ովքեր են, ոնց կարող են իրենց զգալ, հոգեպես լինել, որովհետև առաջ, մինչև այս ամենը հասկանալը ու գիտակցված դառնալը, մինչև իրեն սիրել սովորելը ինքն էլ էր տենց, ոչ ոք չի ծնվում իմաստուն, նա իսկական կարեկցող է դառնում այն մարդկանց հանդեպ, որոնք ագրեսիվ են, ինքնաճանաչումը, իրեն ճանաչելը շատ կարևոր է իրեն սիրելուն հասնելու համար։ Իսկ իրան սիրող մարդու առողջությունն էլ է լավ։ Նա իր մարմինն էլ է սիրում եւ մարմինը դա զգում է։ Իրան սիրելը աստվածային է։ Եվ Աստված պահապան է իրան սիրող մարդուն։ Հայրու մեջ մեծ ժպտալով Աստծուն ենք ժպտում։ Արտաքիդից չժպտանք էլ ներքին ժպիտը կա, ու Աստված դա տեսնում է, Աստված մեր ներսում է, ներքինն է կարևոր, ներքին վիճակը, մեր էներգետիկան, Աստծո հետ կապը ներքին վիճակն է ստեղծում, հույզերի մակարդակում մեր լծվածությունը, այստեղ սիրում եմ, այստեղ չեմ սիրում, այն չի, սրան սիրել, նրանցից զզվել, ատել, քննադատել, դատել, պիտակավորել, ջոկողություն դնել, լավ ու վատի բաժանել այն չի։ Դա մաքուր սիրով լծվածություն չի։ Իրան ճիշտ ճանաչող ու սիրող չխաբող մարդը չի զզվի ուրիշներից։ Սերը ինձ համար ցանկացած բացասականի բացակայությունն է։ Ու սրտում եղածն է կարևոր, ոչ թե միայն ուղեղում։ Եթե հույզերի մակարդակում չեք զզվում, ատում, նողկում, ջղայնանում, վրդովում, զայրանում, հոգում որևէ դիսկոմֆորտ պարունակող բան չենք զգում, եթե ներսում հանգիստ է, մաքուր, սերը կլցվի։ Էներգետիկ դաշտում, այսինքն հույզերի մակարդակում եղած աղբից է պետք ազատվել, որ մաքուր սիրո էներգիան լցվի ու մեր միջով ազատ հոսի։ Ու կստացվի մաքուր սիրել։ Մինչև մարդ չմաքրվի, չի ստացվի։ Լույսը մթի բացակայությունն է, սերը բացասականի բացակայությունն է։ Իմ դեպքում որ տենց է ստացվել բոլորին սիրել։ Ներսի բացասականից է նախ պետք ազատվել, որ սիրող ու երջանիկ դառնանք։ Մաքուր սիրով չի լցվի այն անոթը, որը աղբով լիքն է։ Աստված չի մնա այնտեղ, որտեղ աղբ է։ Բացասականի ցանկը այն ամենը, ինչը մարդուն հիվանդացնում է, որովհետև սիրո հակառակ բևեռից է եւ սերը պղտորում է, 55-րդ զովում ներկայացրել եմ։ Մինչև այդ աղբից չազատվենք, սիրով չենք լցվի ու ներդաշնակ չենք դառնա։ Անհնար է մաքուր սիրով լցնել անոթը, որի մեջ կեղտաջրեր են։ Նախ պետքա դատարկենք, անոթը մաքրենք, որ մաքուր սերը լցվի ու մաքուր մնա, չպղտորվի։ Մեր առաջվա 3D վիճակներով ու գիտելիքներով սիրել չգիտենք, ոչ մեկ էլ չգիտեր։ Ոչ մեզ, ոչ ծնողներին, ոչ ուրիշներին, ոչ անգամ երեխաներին։ Եվ այդ պատճառով ոչ ոք լիարժեք երջանիկ չէր, առողջ չէր, իր մարդկանց աշխարհի հետ ներդաշնակ չէր։ Եթե սիրել իմանար կլիներ։ Այս կյանքն ենք ապրում, իդեպ նաև որ ամեն օր, ամեն հարաբերության մեջ ծնող երեխա, կին տղամարդ, քույր եղբայր, ղեկավար աշխատող, հարևաններ, ցանկացած մարդու հետ շփման մեջ սիրել սովորենք։ Մինչև կյանքի վերջ տևող պրոցես է։
վերջ չունի։ Ուրեմն մարդկանց սիրելու համար ըստ իս հերիքա իրենց հանդեպ բացասական ոչինչ չզգալ, ագրեսիվ միտք, հույս, զգացմունք չունենալ, ընդունել, հասկանալ, չատել, չքննադատել, չդատել, չզզվել ու կլինի սիրել։ Ինչ որ հատուկ բոցավառ զգացմունքներ տածել պետք չի։ Բոլոր մարդկանց հանդեպ նույն բանը չեք զգա, բնականաբար նորմալ է։ Բա իհարկե պետք է սիրած մարդկանց, երեխաների, ծնողների, ընկերների, ծնողների, համակիրներից, այսպես ասած քո մարդկանց հանդեպ հատուկ զգացմունքներ ունենաս, իսկ քո չճանաչած, քեզ հետ կապ չունեցող, վերացական մարդկանց, քաղաքական գործիչների, հանցագործների, մարդկանց խմբերի, ազգերի հանդեպ չեզոք լինես։ Հերիքա պարզապես բացասական բան չզգաս ու չմտածես։ Ու արդեն համարում եմ, որ սիրում եմ։ Տենց ես Նիկոլին էլ եմ նորմալ վերաբերվում, վաղուց Սերժին, Քոչարյանին, որ ժամանակին իմ արևին հակա հանրապետական ու հակա լևոնական էի ու թվում էր չէի սիրում, հիմա իրանց էլ եմ նորմալ նայում զզվանք, բարկություն, բացասական ոչինչ չեմ զգում։ Այդ ընդամենը հասարակական տրամադրություններն էին, որ այդ հոսանքով գնում էի։ Աղմախություններ, ստեր, բամբասանքներ կարդալուց, սրան նրան լսելուց էր։ 5-3 գիտակցություն, ուրիշներին մեղադրել, քննադատել, դատել, իբր իրենք են մեղավոր, որ բան, երկիրը այս վիճակում է, որ մութ ու ցուրտ տարիներ են կապրել, Լևոններ մեղավոր, բայց իրականում յուրաքանչյուրիս ամբողջական պատասխանատվությունն է, որ մեր կյանքը տենց է, որ կյանքից գող ու բավարարված չենք։ Սեփական խելքով չմտածելու, այն մութ, քնած գիտակցությամբ իր կյանքը չլինելու հետևանք։ Թուրքերին, ադրբեջանցիներին էլ են վաղուց նույն ձևով տրամադրված, ինչ պարսիկներին, վրացիներին, ռուսներին, գերմանացիներին, ուրիշ ազգերին, ցանկացած ազգին, տարբերություն չկա։ Ու ինձ ոչ ոք, ոչ մի տեղ չի կարող նեղացնել, իմ հանդեպ ինչ-որ վատ բան անել, ոչ մի խուլիգան, թուրք կամ ադրբեջանցի, ինձնից գողերը չեն գողանա, իմ տունը գողը թալանչի չի մտնի, բացառվում է, այդ ես պետքա իմ գիտակցության մեջ եղածով, իմ հայացքներով ու համոզմունքներով, այդ մարդկանց մասին բաներ մտածելով բերեմ, իսկ իմ մեջ բոլորի հանդեպ մաքուր է ագրեսիվ մտքերից, քննադատելուց, դատելուց, չընդունելուց, ատելուց, զզվելուց, ցանկացած բացասական քայքայիչ բան ես իմ մեջ բացառել եմ, որովհետև ես ինձ սիրում եմ։ Ախր հենց դրանով ենք մենք գլխներից փորձանքներ բերում, հիվանդանում։ Ես ինձ սիրելով հանդերձ ոչ ոքի հետևից, ոչ ոքին վերևից չեմ նայում, թե իբր ինչ-որ մեկից լավն եմ, ոչ ոքից, ոչ մի ազգի մարդուց, ոչ լավն եմ, ոչ վատը, իմ ազգն էլ, որին շատ սիրում եմ, ոչ մի ազգից ոչ լավն է, ոչ վատը, ուղղակի չեմ համեմատում, ունիկալ եմ, ազգս էլ է ունիկալ, բոլորն են ունիկալ և իրանց յուրահատուկ փորձն են այս մոլորակում ապրում, բոլորի հանդեպ լավ եմ տրամադրված, իրոք բացառում եմ, որ իմ հանդեպ մեկը ոտնձգություն անի, որ ասում են, իմ առաջին ելույթի ձայնագրության տակ մեկը գրել էր, մեկնաբանել էր, թուրքի դաժանություն չես տեսել, տենց ես խոսում, այն ժամանակ էլ էի ասել, թեթևակի ակնարկել էի, որ թուրքերի ադրբեջանցիներին դեմ ոչինչ չունեմ, ասել էր բան, թուրքի դաժանություն չես տեսել, տենց ես ասում,
տենց ես խոսում։ Հա, այդ դաժանությունը նա կտեսնի, ով տենց է մտածում թուրքերի մասին։ Բնական է, կյանքը ամեն մարդուն արտացոլում է այն, ինչ իր գիտակցության մեջ է, մտքերում։ Ոնց մտածի, ինչ համոզմունք ունենա, ինչին հավատա, կյանքն իրան կարտացոլի, որ ճիշտ է, կապացուցի, որ ճիշտ է, կամ ցույց կտա, որ այդպես է։ Կյանքի դրվածքն է սա։ Իսկ իմ ներսում, հույզերի մակարդակում, իմ մտքերում ոչ մեկի հանդեպ ագրեսիա չկա։ Ես սիրով վիբրացիաներում եմ, ոչ թե վախի ու ատելության։ Ես ինձ սիրելով դա եմ ընտրել։ Դա իմ գիտակցված ընտրությունն է։ Ես ուզում եմ սիրել, առողջ ու երջանիկ լինել։ Ես իմ թշնամին չեմ, ես ինձ սիրում եմ։ Ես այդ հաճախականության վրա եմ և այդ հաճախականության վրա լինելով քեզ ոչ կբռնաբարեն, ոչ քեզնից կգողանան, ոչ կգան քեզ սպանելու կամ այլ բացասական բան անելու, ոչ էլ գլխիդ այլ փորձանք կբերես։ Թշնամուն սիրելը։ Շատերն ասում են ոնց, բայց ախր մարդ դրսում այլ մարդկանց մեջ թշնամիներ չունի։ Մարդու միակ թշնամին իր խելքն է, իր միտքը, իր հայացքները, համոզմունքները, հավատալիքները, պատկերացումները, իր մտքերում են թշնամիներ միայն, իր խելքն է տենց տեսնում, ընկալում, գնահատում։ Մարդ ինքն է իր խելքով, մտքերով, աշխարհընկալմամբ, մարդկանց մասին վատ մտածելով իրան թշնամություն անում, որ կյանքն էլ իրան ասում է ճիշտ ես ու արտաքին մարդկանցով համապատասխան արձագանքում է։ Հանցագործներ ու այսպես կոչված վատ մարդիկ դրա համար են աշխարհում պետք, որ ամեն մարդ համապատասխանը ստանա, ինչ իր մտքերում է, տիեզերական արդարությունը գործելու համար են պետք, ու ես դա էլ եմ տեսնում քեզ սիրել չսիրելու մեջ, քեզ սիրես ու ընդունես քո թշնամի խելքով, մտքով, քո բոլոր տառականներով հանդերձ, ստացվեց ենա թշնամուն սիրել, նեն սիրես, որ հետն ընկերանաս, սիրես, այսինքն հանգիստ ընդունես, ոչ ագրեսիվ, հետը կռիվ չանես, քո մտքերի հետ կռիվ չանես, ու խելքի հետ ընկերանալով, այն քեզ այլևս թշնամի չի լինի, կծառայի քեզ, ու այլևս ոչ մի թշնամի չես ունենա, որ սիրել չսիրելու հարց առաջանա, չկա թշնամի, բոլորը ես եմ, իմ մեջ են, են վատն էլ, ու մեջ ինչ քննադատում ու դատում ենք, մեր մեջ կա, ամեն մեղավորում ես եմ, իմ մտքերն իմ մեջ են, իմ խելքում, բոլորիս մեջ փոքր Հիտլերը նստած, ամենքի սխալ գործածի մեջ, որը ես դատել եմ, ես եմ, ընդունեք, որ ձեր մեջ էլ ամեն ինչ կա, նաև այն ամեն վատը, որի համար ուրիշներին չեք սիրում, թաքնված կա, հենց իրենց հանդեպ կա, էգոն ձեզնից թաքցրել է, բայց կա, ձեր մեջ ընդունեք ու կկարողանաք բոլորին էլ ընդունել։ Բոլորի հոգիներն էլ սեր են, բայց հաճախ մթով պարուրված, փակված, վրան լիքը նեգատիվ ու քայքայիչ աղ, ասում են սիրտը փակ է։ Մարդիկ սեր են տենչում, չիմանալով, որ սերն իրանց մեջ է, այդ աղբի տակ, ու որ
իրենք պետքա իրենց մեջ դա բացեն։ Էգոներն են, էգոիզմն է, գարդինյան, որ չի թողնում, որ մեր մեջ սերը, սիրտը բացվի, սիրո էներգիան ազատ հոսի, չի թողնում իսկական սերը զգալ։ Իսկ մարդու մեջ իսկական սիրով լցվածությունը եւ առողջություն է, եւ երջանկություն, ներդաշնակություն, եւ հաջողություն, եւ ամեն լավ բան, ինչ ուզում եք։ Այն մարդու մեջ հոսող տիեզերքի թիվ 1 էներգիան է, արարիչ, ճանապարհներ բացող, խնդիրներ լուծող, որքան ազատ ու անխոչնդոտ հոսի, որքան մարդու սիրտը բաց լինի, ամբողջ աշխարհի համար բաց, առանց վախերի, որքան վստահող լինենք, այնքան մենք ու մեր կյանքի որակն է շահելու։ Ես, որ ճաշակել եմ այս արդեն տարիներ տևող հանգիստ հոգեվիճակը, այս սիրո ու շնորհակալության վիբրացիաները մինչև կյանքիս վերջ ուզում եմ դրանցով մնալ։ Լավ, մի քիչ էլ էգոիզմի եւ իր հանդեպ սիրո մասին ասեմ, ոնց ես եմ դա տեսնում ու վերջացնեմ։ Էգոիզմը միայն իր մասին մտածելը։ Էգոիստաբար իրեն սիրելը միայն իրեն սիրելա, ուրիշներին, այդ թվում նաև հարազատների ու նրանց զգացմունքների մասին էլ չի մտածում։ Սեր չի ցուցաբերում, հոգ չի տանում։ Իր մարմինը զարդարի պճնի, իր հաճույքների, ժամանցի մասին մտածի, իրենց սպասարաղներ, կուրորտներ, ծով ու լավ տեղեր տանի, բայց մեկը բավարարվածություն չի զգա, քանի որ դա իսկական սեր չի, էգոիստական է։ Միայն իսկական սիրով լցված մարդը կհագենա։ Էգոիստը իրան քննադատում է, հաճախ իրենից դժգոհ է, չստացված բանի կամ տերության համար փնովում է, իր մեջ անընդհատ դեֆեկտներ է գտնում, իրականում էգոիստը իրան չի սիրում, բնականաբար ոչ էլ ուրիշներին կարող է։ Էգոիստը իր հոգեվիճակի, ներաշխարի, հոգու խաղաղության մասին չի մտածում եւ հոգ չի տանում, նա չի ընդունում ոչ իր մութ կողմերը, ոչ ուրիշների։ Իսկ իրան սիրողը միայն իր մասին չի մտածում, հասկանում է, որ բոլորն էլ իրպես մարդիկ են, նույն բաներն են զգում, ուզում, սեր, երջանիկ, առողջ, խաղաղ, ներդաշնակ լինել, իրեն ամբողջությամբ է սիրում, այսինքն ընդունում է մութ կողմերով ու թուլություններով հանդերձ, եւ ուրիշներին էլ է ընդունում ոնց կան, ոչ միայն երբ դրական են եւ իր հետ լավ։ Նա սիրում է ոչ միայն իրեն, այլ նաեւ ուրիշներին այնպես, որ նրանց սերը հասնի։ Սիրով ուրիշների մասին էլ է հոգ տանում, նա մտածում է նաև ուրիշների եւ նրանց զգացմունքների մասին։ Էգոիզմը քանդում քայքայում է, իր հանդեպ սերը կառուցում։ Էգոիզմը զրկում է երջանկությունից, իր աշխարհի մարդկանց Աստծո հետ լավ հարաբերություններից, իսկ իր հանդեպ սերը իր հետ բերում է երջանկություն եւ ներդաշնակություն։ Էգոիզմը հիվանդացնում է, իսկ իր հանդեպ սերը, իր հանդեպ ճիշտ արտահայտված սերը ապաքինում, ամոքում, իր հանդեպ սերը ճանապարհ է դեպի առողջություն եւ ամեն լավ բան, ինչին մարդ ձգտում է։ Իրեն սիրող մարդու կյանքի բոլոր բնագավառներում ամեն ինչ հաջող ու լավ է, ասես Աստծո հովանավորությամբ լինի։ Իրեն սիրող մարդը Աստծո սրտով է, ուրախ է եւ Աստծուն ուրախացնում է։
Նա իր հետ հաշտ է, իր հանդեպ ներողամիտ է, իրենից, իր կյանքից գող, ինքնավստահ ու իրենով բավարարված, իր ներաշխարի մասին հոգ է տանում, հանգիստ, խաղաղ, ներքին ժպիտով է ապրում, տենց է իրեն և աշխարհին նայում, ժպտում է հայելու մեջ իրեն և կյանքին, նա Աստծու հետ է և դրանով ապահով, իսկ էգոիստը իրան համեմատում է ուրիշների հետ, իրեն ավելի լավն է համարում, ուրիշները պետք է իրան սիրեն, իրեն որպես Աստծու զավակ սիրողը ոչ ոքի հետ չի համեմատվում, գիտի, որ բոլորն էլ իր պես են, որ մեծամասնությունը սիրո պակաս ունեն և բոլորն էլ արժանի են սիրո, իսկ էգոիստը հանգիստ չի ապրում, ներքուստ խաղաղ չի, իր հետ հաշտ չի, իրենից գող չի, նա Աստծուց հեռու է, իրան սիրելը Աստծուն սիրել է, ինչը ենթադրում է մարդկանց սիրել, իրեն սիրողը դրսից սեր չի սպասում, էգոիստը սպասում է, նա դրսից է բավարարվածություն փնտրում, իսկ իրան սիրողը իր մեջ, էգոիստին պետք է ուրիշը, որ իրեն բավարարի, որ նրանից հաճույք ստանա, իսկ իրեն սիրողն ուզում է, որ մեկը լինի, որին ինքը սեր տա, իրենով կիսվի, իր ունեցածով կիսվի, էգոիստը վերցնող է, իրեն սիրողը տվող, էգոիստի սիրո տակառը, ճակերտներում տակառը, դատարկ է, նա սպասում է, որ դրսից մեկը լցնի, նա միացած չի Աստծուն, սիրո էներգիայի աղբյուրին, իսկ իրան սիրողի սիրո տակառը լիքն է, նա միացած է աղբյուրին, նա պատրաստ է իր սերը ուրիշների հետ կիսել և իրենը դրանից չի պակասի, էգոիզմի մասին հայտնի ձևակերպում կա, էգոիզմ չէ ապրել ինչպես ուզում ես, էգոիզմ է պահանջել ուրիշներից, որ ապրեն ինչպես դու ես ուզում, հոգեբանության մեջ էլ առողջ էգոիզմ հասկացություն կա, դա ըստ իս հենց իր հանդեպ սերն է, որ կա, այս կյանքը ապրում ենք նաև, որ տարբեր մարդկանց հետ հարաբերություններում էգոիզմը, այդ անառողջ էգոիզմը աստվածային սիրո փոխակերպման ճանապարհը անցնենք, իսկ դա առանց իր հանդեպ սիրո հնարավոր չէ, դա է աստվածային սերը, ու կյանքի հարվածները, ապտակները, պատնոշկաները հենց նրա համար են, որ այս ճանապարհին, ճիշտ ճանապարհին, այդ իսկական սիրո, իր հանդեպ սիրո ճանապարհին դուրս գանք, հրաշալի ճանապարհ է, էգոիզմից մինչև իր հանդեպ սեր տանող ճանապարհը, այդ ընթացքում հասկանում ես, որ առողջությունը, երջանկությունը, ներդաշնակությունը, հաջողությունը, լավ հարաբերությունները այստեղ են, նախ ինքն իր հետ լավ հարաբերություններ կառուցելու մեջ, ես ինքս, որ մինչև կյանքի վերջ մտադիր եմ շարունակել, գնալ ես աստվածային սիրո այս հրաշալի ճանապարհով, մի վախեցեք սիրել, իսկական մաքուր սիրուց չի կարող ինչ-որ գեղեցիկ ու լավ բան չծնվել, եթե հակառակն է, ուրեմն իսկական սեր չի դա, գարդինիային տուրք տալով էմոցիոնալ ժլատություն մի արեք, այսինքն եթե ձեզ չեն տալիս, դուք էլ չտաք, չէ, սիրեք բոլոր պայմաններում, հանգամանքներում, իրավիճակներում, ցավը ու ցավը կանցնի, վիրավորական լինի, դա էլ կանցնի, նույնիսկ եթե խելքին թվում է, որ ձեր մեջ կամ մարդու մեջ բան չկա, ինչի համար սիրենք,
Մեկա տվեք, չի կարող բան չլինել, տեսնել ա պետք, ու առաջինը ձերը տեսեք, անկեղծ ու իսկական ձևով սիրելը, առաջինը ինքները ձեզ սիրելը, ամեն ինչի բանալին է, այն բժշկում ա, լուծում ա բոլոր խնդիրները, վերացնում ա ցանկացած թշնամանք, մարդ, որի մեջ սեր է ապրում, միշտ շահում ա, միացած եղեք աղբյուրին, Աստծուն, դա ամենահրաշալի բանն ա, որը կարող է այս կյանքում լինել։